Ոստիկանության տարածած հաղորդագրությամբ ասվում է, փետրվարի 12-ին ոստիկանություն է դիմել Աուդիտ ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանն ու հայտնել, որ Սիլ գրուպի գրասենյակում իրենց սպառնացել են ու պարտադրել ստորագրել Բյուրեղ Փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր։ Հիշեցնենք, 2008 թվականի հոկտեմբերին Դավթյանը իրեն պատկանող Բյուրեղ ՓԲ-ի 41% բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը։ 2009 թվականի նոյեմբեր ամսին Վճռաբեկ դատարանի կողմից գործարկն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲ-ում հայտնվել են նոր բաժնետեր, ով ցանկություն է հայտնել գնել Գոռ Դավթյանին պատկանող բաժնեմասերը։ Նշենք, որ նույն հաղորդագրությամբ Գոռ Դավթյանը ոստիկանությանը այդ մասին հաղորդում է տվել փետրվարի 12-ին ժամը 17:30-ին։ Ըստ Լուսինե Սահակյանի, այն դեպքում, երբ դրանից 1.5 ժամ առաջ ոստիկանները Սիլ կոնցեռնի գրասենյակում բերման էին ենթարկել Սուքիասյանին ու Արտաշես Ստեփանյանին։ Ըստ փաստաբանի, քրեական օրենսգրքի 137 և 235 հոդվածներով վերջիններս բերման են ենթարկվել իբր ապօրինի զենք պահելու և սպանության սպառնալիքի կասկածանքով։ Նշեմ, որ այդ ամբողջ գործընթացները տեղի ունեցան օրենքի կոպիտ խախտումներով, որովհետև նրանց բերման ենթարկելու իրավունք ընդհանրապես չունեին, առավել ևս ձերբակալելու որևէ հիմք չունեին եւ որևէ ապացույց չկար, որը կարող էր նման կասկածանքների տեղիք տալ։ Լուսինե Սահակյանը նշում է, թե գործը սարքվել է եւ անմիջականորեն կապված է նախկինում Սուքիասյաններին պատկանող բջջի ընկերության գործի հետ, որի նկատմամբ 2007 թվականից կատարված ստուգումների արդյունքում շուրջ 5.2 միլիարդ դրամի տուգանք էր սահմանվել։ Փաստաբանը օրենքի կոպիտ խախտում է համարում այն, որ Սուքիասյանն ու Ստեփանյանը բերման ենթարկվելուց հետո ժամեր շարունակ զրկվել են փաստաբանական ծառայությունից։ Ազգային ժողովի падգամավորների միջնորդությամբ է վերականգնվել նրանց այդ իրավունքը։ Մենք նույն պահին ուղղակի մեր դժգոհությունը եւ վրդովմունքը արտահայտեցինք, որովհետեւ նույն այդ ընթացքում Սարիբեկ Սուքիասյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց մեր ներկայությամբ եւ ինքը գնահատական տվեց, որ սա ըստ էության քաղաքական հետապնդումների մի շարան է, որի հերթական этаպի թիրախ դարձել է ինքը, այն դեպքում, երբ նախկինում դրա թիրախները եղել են իր մյուս եղբայրները։ Որևէ ապացույց, որ նրանք քրեորեն հետապնդելի որևէ արարք են կատարել, չկա։ Հակառակը, մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, այդ թվում նաև տեսանկարահանումներ, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունեցել։ Եվ կարծում եմ սա էր պատճառը, որ Սուքիասյանը ազատ արձակվեց, նաև Արտաշես Ստեփանյանը ազատ արձակվեց։ Այն, որ սա քաղաքական հետապնդում է, կասկած անգամ չկա, հավելում է փաստաբանը։ Լուսինե Սահակյանի կարծիքով Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ հերթական քրեական հետապնդում սկսելը վկայում է Սուքիասյաններին ունեզրկելու իշխանությունների մտադրության մասին։ Այս հարցում падգամավոր Ստեփան Սաֆարյանը համակարծիք է։ Սա Հայաստանում ցավոք սրտի իշխանությունների կողմից հայտնի գործելավոճ է, եւ երբ այս ամբողջը իսկապես համադրում ես Սուքիասյանների ընտանիքի հետ նախկինում կատարվածի հետ, ապա գնահատականը կարծիքը միանշանակ է, որ սա քաղաքական ենթատեքստով ունեցվածքի վերաբաժանման նպատակ հետապնդող եւ նրանց քաղաքական գործունեության համար ըստ էության պատժող գործողություն էր։ Իսկ այս գործում արտառոցն ըստ Լուսինե Սահակյանի այն էր, որ ոստիկանները խոզարկության ժամանակ առգրավել են Սուքիասյաններին պատկանող շատ կարևոր փաստաթղթեր, այդպիսով իրականացնելով նաև փաստաբանական իրավունքի կոպիտ ոտնահարում։ Նշեմ, որ այդ փաստաթուղթը պատրաստված էր, որպեսզի մամուլին տարածվի, զանգվածային լրատվության միջոցներին տարածվի, համապատասխան հայտարարություն էր, թե ինչ է եղել այդ գործի ամբողջ ընթացքի հետ կապված եւ այլն։ Եվ նրանք տեսնելով դա, փաստորեն առգրավեցին, բացի դա, որ առգրավեցին այդ հայտարարությունը, առգրավեցին նաև այն համակարգիչը, որում այդ նյութը պատրաստվել էր, եւ նրանք զրկեցին նաև հնարավորությունից, որպեսզի զանգվածային լրատվության միջոցներին մենք կարողանանք հաղորդել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Նշենք, որ Սարիբեկ Սուքիասյանի եւ Արտաշես Ստեփանյանի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանների գործողություններն ըստ փաստաբանական կողմի բողոքարկվել են դատարանում։ Սուքիասյանները պահանջում են դադարեցնել իրենց ընտանիքի նկատմամբ քրեական քաղաքական հետապնդումները։ Հերմինե Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս, Երևան։